Պարոն Մինասյան, ինչպես եք վերաբերում նախագահ Սերժ Սարգսյանի մակում ելույթին հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ եւ հաշվի առնելով նաեւ այն, որ մեծամասամբ կոալիցիայից դուրս գալու պատճառը նաեւ եղել են հայ-թուրքական արձանագրությունները, այսուհետ կարող ենք կարծել, որ գուցե կոալիցիա կազմելու հնարավորություն կլինի կամ իշխանությունների հետ համագործակցության, հաշվի առնելով նաեւ այն, որ ժամանակական բարեփոխումների մասով շատ է խոսվում, որ կոնկրետ նախագահի կողմից կա հրահանգ անպայման հաշվի առնել եւ հնարավորության դեպքում ներառել նաեւ դաշնակցության տեսակետները։ Դրական են գնահատում ելույթը, իսկապես շեշտադրումները լավն էին, տեղին էին, եւ այս դեպքում մենք պետք է խոսենք, որ արձանագրությունները օր առաջ մեր քաղաքական օրակարգից հանելը բխում է մեր ազգային պետական շահերից եւ նպաստելու է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր առավել լայն թափով առաջ մղելու։ Հետևաբար այդ տեսակետից մակում նախագահ Սարգսյանի ելույթը կարևոր էր, էական էր, անհրաժեշտ էր եւ այդ ամենը նկատի առնելով պետք է չափազանց դրական գնահատենք։ Գրողի ծոցը երևի այս դեպքում ամենամեղմ բառերից մեկն է, որ օգտագործված է, իսկապես գրողի ծոցը ի վերջո սատանայի գրքի մասին է խոսքը գնում, չէ՞։ Եվ պարզ է, չէ՞, որ եթե ու այդպես էլ կար եւ մենք էլ ենք զգուշացնում դրա մասին, որ Թուրքիան սա օգտագործելու է իր սատանայական վարքագիծ առաջ մղելու համար, հետեւաբար հենց իրենց ծոցն էլ պետք է ուղարկել այդ արձանագրությունները։ Այստեղ ես չեմ կարծում, որ բառապաշարի տեսակետից որևէ խնդիր կա, հակառակ ես կարծում եմ շատ ավելի արժանապատիվ կընկալվի բոլոր այն պետությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից, ովքեր որ տեսան նաեւ այս ընթացքում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն դատարել իրենց նախապայմանային եւ ագրեսիվ վարքագիծը ցուցադրելուց։ Ինչ վերաբերում է միայն այդ պատճառով կոալիցիայից դուրս գալու պնդումներին կամ հաստատումներին, անշուշտ դա եղել է հիմնական պատճառը, բայց դա միակ պատճառը չի եղել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այն ժամանակ էլ մենք խոսում էինք եւ ներկայացնում էինք նաեւ ներքին կյանքում վարվող բազմաթիվ քաղաքականությունների առումով սկսած կադրային ավարտված սոցիալ-տնտեսական ունեցել ենք տարաձայնություններ եւ այդ տարաձայնությունների ամփոփումը ըստ էության արտահայտված է մեր 7 հայտնի կետերի մեջ, որի ընդունման եւ իրացման դեպքում մեր երկրում մենք կապահովենք լիարժեք եւ ամբողջական սոցիալ-տնտեսական նոր որակի քաղաքականության իրականացում։ Սահմանադրական բարեփոխումները այսօր թիվ 1 այդ բարեփոխումների մեջ թիվ 1 ուղղությունն են։ Դեռևս պարզ չէ, թե ինչ ընթացք կլինի սահմանադրական բարեփոխումների մեր առաջարկների կամ փաթեթի վերաբերյալ, որից հետո մենք կարողանանք նաև քննարկել աջակցության կամ համագործակցության հնարավորությունները։ Այն, որ կոալիցիա չի կարող լինել, դա ի սկզբանե էլ պարզ է, որ չի կարող լինել։ Ինչու՞։ Նախ կոալիցիաները չեն ձևավորում պարզապես որոշակի պաշտոններ բաժանելու համար։ Կոալիցիաները ձևավորվում են այն ժամանակ, երբ չկա հստակ մեծամասնություն պարլամենտում եւ անհրաժեշտ է, որպեսզի կոալիցիոն ուժերի միջոցով ապահովվի այդ մեծամասնությունը։ Այս դեպքում Հայաստանի խորհրդարանում չկա դրա անհրաժեշտությունը։ Հանրապետական մեծամասնությունը ունի անհրաժեշտ թվով ձայները եւ հետեւաբար որևէ կոալիցիա այս դեպքում անիմաստ է։ Երկրորդ, կոալիցիոն հուշագիրը կամ կոալիցիոն համաձայնությունը կնքվում է այն ժամանակ, երբ բոլոր հարցերի վերաբերյալ կա հստակ միատեսակ մոտեցում։ Մեր նախընթաց փորձը ցույց է տվել, որ կոալիցիա գտնվելու ժամանակ դու ստիպված պետք է քվեարկես բոլոր հարցերին միատեսակ, իսկ քանի դեռ այդ հարցերը չեն ճշտվել իրար միջև, բնականաբար դու հայտնվում ես չափազանց ծանր վիճակում։ Այդ տեսակետից իմ գնահատմամբ անտրամաբանական է եւ իրատեսական չէ որևէ կոալիցիոն համաձայնության կնքումը, առավել եւս, երբ նկատի ենք առնում Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերների ուղղությամբ մեր եւ իշխանությունների հակառակ պատկերացումներն ու մոտեցումները։ Այսպիսի պայմաններում ես գրեթե համոզված եմ, որ բացառվում է որևէ նման կոալիցիոն համաձայնագրի կամ կոալիցիայի ձևավորում։ Ինչ վերաբերում է կոնկրետ հարցերի շուրջ համագործակցությանը, մենք միշտ ենք ասել Հայաստանի ցանկացած իշխանության հետ մենք արտաքին հարցերում, որտեղ որ կա հայոց պետականությունը առաջ մղելու մոտեցումը, մենք համագործակցել ենք։ Դա կլինի ՀՀՇ-ի իշխանությունը, դա կլինի ոչ ՀՀՇ-ի իշխանությունը, բոլոր ժամանակներում դաշնակցությունը հայոց պետականության արտաքին մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ համագործակցություն ունեցել է եւ ունի։
Ինչ վերաբերում է ներքին կյանքում ազդեցության չափաբաժնին, կախված է բոլորը այն բանից, թե որքանով են իրացվում մեր առաջարկները, պահանջները։ Եթե համանդրական փոփոխությունները որպես հիմնական կարևորագույն ուղղություն ընդունվի այն ձևով, ինչ ձևով մենք ենք պատկերացնում, եւ ինչը կբերի երկրում քաղաքական համակարգի ամբողջական առողջացմանը եւ համակարգային ու ամբողջական իշխանափոխության հիմքը կդնի, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդպիսի բարեփոխումները անցնեն համանդրական։